Ռոզա Դավթյանի հարսանիքի մանրամասներն ուշադիր մտածված էին, յուրաքանչյուր դետալ խոսում էր սիրո, ներդաշնակության ու գեղեցիկ հիշողություններ ստեղծելու ձգտման մասին։ Տարոսիկների ընտրությունը նույնպես բացառիկ ուշադրության էր արժանացել։ Այս անգամ ավանդական տարոսիկները նորաձև ու ստեղծագործ ձևով էին մատուցված, դրանք փոքրիկ նրբաճաշակ ավտոմեքենաների տեսքով էին։ Յուրաքանչյուր փոքրիկ մեքենա խորհրդանշում էր նոր կյանքի մեկնարկը, ճանապարհ դեպի սիրո, երջանկության և նոր արկածների աշխարհ։ Տարոսիկները պատրաստված էին շքեղ մանրուքներով, փայլուն նրբագեղությամբ և գեղեցիկ փաթեթավորմամբ։ Հյուրերը հիացմունքով էին ստանում այդ յուրահատուկ նվերները, նշելով, որ նման տարոսիկ տեսնելն իսկական նորություն է և հաճելի անակնկալ։ Իսկ տորթի ընտրությունը ևս խոսում էր ճաշակի և նրբության մասին։ Բազմահարկ շքեղ տորթերի փոխարեն Ռոզան և նրա ընտանիքը ընտրել էին համեստ, սակայն անչափ նուրբ ու բարձրորակ մի տորթ։ Ելակներով զարդարված սպիտակ տորթը համարձակորեն ու ներդաշնակորեն լրացնում էր երեկոյի ընդհանուր հմայքը։ Մաքուր սպիտակ կրեմը, թարմ և հյութալի ելակները ստեղծում էին ոչ միայն գեղարվեստական, այլ նաև շատ համեղ համադրություն։ Տորթը ոչ միայն գեղեցիկ տեսք ուներ, այլև համը հիացրել էր բոլոր հյուրերին։ Յուրաքանչյուր կտորը թարմության, քնքշության ու բնական բաղադրիչների հաճելի համն էր փոխանցում։ Ռոզան ընտրել էր տորթ, որը ոչ թե պետք է պարզապես տպավորություն թողներ իր շքեղությամբ, այլ իսկապես վայելք դառնար հյուրերի համար։ Այս մանրուքներն իրենց հերթին ապացուցում էին, որ Ռոզայի հարսանիքում ամեն ինչ մտածված էր ոչ միայն արտաքին շքեղության, այլ նախևառաջ հոգևոր ջերմության, անկեղծության և իրական արժեքների շուրջ։ Հարսանիքի ընթացքում տարոսիկների և տորթի շուրջ ստեղծված հիացմունքն ու ջերմ խոսակցությունները ևս մեկ անգամ ընդգծեցին, որ այս օրը լինելու է ոչ միայն լուսանկարներում գեղեցիկ պահված, այլ նաև հիշողության մեջ փայլող և սրտում մշտապես ջերմություն պարգևող մի օր։ Ռոզայի ընտրած յուրաքանչյուր դետալ փաստում էր, որ ամենից առաջ կարևոր է սրտով կազմակերպել իրադարձությունը։ Տարոսիկների ավտոմեքենաները, ելակներով համեստ ու հաստատ համեղ տորթը դարձան այսօրվա ամենաքնքուշ և խորհրդանշական դրվագներից մեկը։ Ողջ երեկոն լի էր նման փոքր, բայց կարևոր դիպվածներով, որոնք միասին հյուսեցին անմոռանալի, հեքիաթային մի օր, որտեղ ամեն ժպիտ, ամեն նվեր ու ամեն կտոր տորթ բերում էր սեր, երջանկություն և մի նոր մեկնարկ Ռոզա Դավթյանի ու նրա սիրելիի կյանքի գեղեցիկ ճանապարհին։ Երբ հարսանյաց հանդիսության ժամանակ բեմահարթակում հնչեց եղբոր և քույրիկի առաջին համատեղ պարի հրավերը, դահլիճը լցվեց լուռ ակնկալիքով։ Ռոզա Դավթյանը սպիտակ հեքիաթային զգեստով, աչքերում ժպիտով և միևնույն ժամանակ թաքուն արցունքներով մոտեցավ իր եղբորը։ Նա այն մարդն էր, ով իր կյանքի տարբեր փուլերում եղած բոլոր դժվարությունների ու ուրախ պահերի ժամանակ եղել էր նրա կողքին, աջակցել էր, մնացել որպես ամուր հենարան քրոջ համար։ Եղբայրը քնքուշ ժպիտով ու վառ հպարտությամբ աչքերում ձեռք մեկնեց իր սիրելի քույրիկին։ Երաժշտության մեղմ հնչյունների ներքո նրանք սկսեցին պտտվել սրահի կենտրոնում։ Բայց արդեն առաջին իսկ քայլերից պարզ էր՝ Ռոզան դժվարանում էր թաքցնել իր հուզմունքը։ Նրա աչքերում փայլում էին արցունքներ խառնված երջանկությանը և մի տեսակ անբացատրելի քաղցր տխրությանը։ Նա զգում էր, որ այս պարով իր կյանքում մի նոր կարևոր շրջան է սկսվում, բայց միևնույն ժամանակ մտքում վերապրում էր մանկության անփոխարինելի հիշողությունները, երբ եղբայրն իրեն պաշտպանել էր, ուրախացրել, տխուր պահերին կողքին եղել։ Ամուր գրկախառնվելով եղբորը, Ռոզան կարծես փորձում էր այդ պահին ամփոփել բոլոր չասված զգացմունքները, երախտագիտությունն ու սերը, որ կուտակվել էին տարիների ընթացքում։ Եղբայրն էլ ի պատասխան պինդ գրկում էր նրան, երբեմն մեղմ շշնջում քաջալերելով քուրիկին ուժեղ լինել, ժպտալ և լիարժեք վայելել իր կյանքի ամենագեղեցիկ օրը։ Նրա աչքերում նույնպես կարելի էր նկատել թաքուն հուզմունք, վկայելով, որ այս պարն ավելի շատ էր, քան պարզապես ավանդական մի արարողություն։ Այն եղբայրական սիրո ու կապի խորհրդանշական արտահայտությունն էր։ Ներկաներից շատերը հուզված հետևում էին այս անչափ ջերմ և անկեղծ պահին։ Ոմանք նույնիսկ արցունքն էին թաքցնում, տեսնելով, թե ինչպես քույր ու եղբայր բառերի կարիք անգամ չունեին իրենց հույզերը փոխանցելու համար։ Պարից հետո եղբայրը գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեց Ռոզային, ասելով, որ այսուհետ միշտ նրա երջանկության վկան ու պահապանն է լինելու, անկախ ամեն ինչից։
Այս հուզիչ պահը դարձավ ամբողջ հարսանիքի ամենատպավորիչ և անմոռանալի դրվագներից մեկը, հավերժորեն մնալով թե Ռոզայի, թե նրա ընտանիքի հիշողության մեջ որպես եղբայրական սիրո ու կապվածության մի լուսավոր էջ: Արդեն պարզ էր, որքան էլ կյանքը փոխվեր, Ռոզայի կյանքում եղբոր ներկայությունը միշտ մնալու էր անփոխարինելի: